Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին քննարկելու ենք Իրանում պատերազմի միջազգային եւ տնտեսական հետևանքները։ Շատ կարևոր լուրջ ազդեցություն ունի առհասարակ համաշխարհային տնտեսության վրա, տարբեր ոլորտների վրա, եւ ես համարում եմ, որ բացի նրանից, որ մենք ձեր հետ միասին ակտիվորեն հետևում ենք զարգացումներին Իրանի շուրջ, ռազմական, քաղաքական զարգացումներին, տնտեսական զարգացումը ոչ պակաս կարևոր է նաև, հատկապես, որ մենք կարող է հայտնվենք երկար ժամկետով տնտեսական ճգնաժամի մեջ, համաշխարհային տնտեսական ճգնաժամի մեջ, այս պատերազմի հետևանքով կամ զուգահեռ, եւ ուստի ես իրոք համարում եմ, որ այսօրվա մեր վերլուծությունը շատ հետաքրքիր կլինի այդ առումով։ Արեք առաջերտին սկսենք նրանից, որ դուք շատ լավ տեղյակ եք, որ պատերազմը, որը արդեն 17 օր է տևում է, բերել է նրան, որ խաթարվել է շատ կարևոր այդտեղ մատակարարման ուղիներ, թռիչքներ, տնտեսական նաև բաղադրիչը, մենք ձեր հետ միասին Հորմուզի նեղուցի մասին ակտիվ խոսում ենք իհարկե զարգացումների, այսինքն այն, որ խափանված է շատ եւ շատ տնտեսական գործընթացներ, դա փաստ է եւ դա արդեն գիտեք, բայց հիմա մանրամասն թե կոնկրետ որ ոլորտի, ինչ տոկոսներով եւ ինչ հարցերին է վերաբերվում, սա շատ կարեւոր է։ Սկսենք կոնկրետ ուրեմն նավթի հարցից առաջերտին, որովհետեւ տեսեք, Հորմուզի նեղուցը, որը ընդհանրապես կարելի ասել շատ խիտ տեղ է, որտեղ որ շատ մեծ քանակով նավեր են ման գալի, 33 կիլոմետրանոց հատված է ընդհանուր առումով, ոչ այդքան շատ, եւ այդտեղ օրեկան անցնում է այդ շատ նեղ հատվածում մոտավորապես 20 միլիոն բարել նավթ, այսինքն միջազգային առևտրի նավթի 25%-ը մոտավորապես։ Եվ հիշեցնեմ, որ OPEC-ի այդտեղ պետությունները, դա Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Իրաքը, Քուվեյթը այդտեղով է անցնում նաև, եւ զուգահեռ դրա Քաթարից հեղուկ գազը նաև այդտեղից է անցնում։ Ուրեմն առաջի ճգնաժամը վերաբերվում է էներգետիկ շուկային, եւ այս պայծրությամբ մենք արդեն ունենք կոնկրետ 25%-ի նավթի մատակարարումների առումով խնդիր եւ հեղուկացված գազի 20%-ի խնդիր համաշխարհային մատակարարումի մակարդակից։ Այլընտրանքային հնարավորությունը շատ սահմանափակ է, միայն 2.6 միլիոն բարել նավթ կարելի է արտահանել օրեկան նավթամուղով, որը անցնում է Սաուդյան Արաբիայի արևելյան ափից մինչև արևմտյան ափ, ինչը նշանակում է, որ մոտավորապես 10%-ից ավել, մինչև 15% այդ ամբողջ նավթի կարելի է նավթամուղով ուրեմն այդտեղից արտահանել։ Մնացած մասը մնում է սահմանափակ եւ իրականում կարելի ասել, որ շատ բարդ իրավիճակ է այդ պատճառով ստեղծվել։ Գիտենք, որ գինը նավթի $65-ից հասել էր մինչև $120, եւ հաշվի առնելով այս նաև փոփոխությունները նավթի շուկայում, այս իրավիճակը իրականում հասկանում եք, թե ինչ լուրջ ազդեցություն է ունեցել տարբեր եւ տարբեր ոլորտների վրա նավթի գինը։ Հիմա նավթի գինը $100 է մոտավորապես, բայց մասնագետները նախատեսում են, որ հնարավոր է նավթի գինը հասնի նույնիսկ $150, 140-ից բարձր երբեք չի եղել, $150 նույնիսկ կարող է հասնել, եթե այս ճգնաժամը եւ պատերազմը երկար ժամանակ շարունակվի։ Միջազգային նավթի ուրեմն պահեստում գտնվող նավթի քանակը նվազում է եւ կարելի ասել, որ 400 միլիոն բարել նավթի այդ պահեստից ազատ արձակելը, այսպես ասեմ, եւ շուկա ներմուծելը նաև կարճաժամկետ կայունություն տվեց նավթի շուկայում եւ շարունակվում է ճգնաժամը։ KPMG վերլուծությունով կարելի ասել, որ եթե հակամարտությունը շուտ ավարտվի, ապա $80-90 պետք է նավթի գինը սպասենք, բայց եթե պատերազմը շարունակվի 3-6 ամիս, ինչը ես կարծում եմ ավելի հավանական է, ապա նավթի գները $130-ից $150 կարող են հասնել։ Capital Economics-ը նաև գնահատական է տալի, որ եթե պատերազմը շարունակվի մոտակա մի քանի ամսվա ընթացքում $150 նավթի գինը հաստատ կհասնի։ Զուգահեռ դրա պետք է ասել, որ աճելու է գինը հոսանքի աշխարհում։ Հաշվի առնելով նույն այդ Chatham House-ի տեղեկատվությունը, որը խոսում է գնաճի մասին,
եւ որ հատկապես հարուստ պետություններում, որտեղ որ հոսանքի գինը էլ ավելի բարձր է, այդտեղ գնաճը կարող է էլ ավելի զարգանա եւ աճի։ Այս պայծրությամբ սպասվում է, որ Միացյալ Նահանգներում գնաճը կլինի 4,1% այս տարվա համար եւ գնաճի վրա լուրջ ազդեցություն կունենա նաեւ այս գործընթացները։ Եվ դա պետք է նաեւ հաշվի առնենք մենք էլ, որ նույն Հայաստանում բացի նավթի գնի, բենզինի գնի, դիզելի գնի, գազի գնի եւ Վրաստանում էլ իհարկե ազդելու է սա առաջերտին նաեւ հոսանքի գնի վրա։ Պետք է ասել, որ այստեղից իհարկե մի փոքր օգուտ է քաղելու երեք կարևոր պետությունը՝ Նորվեգիան, Ռուսաստանը եւ Կանադան, որոնք նավթ են արտահանում։ Ռուսաստանը ավելի սահմանափակ, որովհետեւ իր նավթը սահմանափակումներ ունի ամեն դեպքում եւ պատժամիջոցների տակ է, բայց ամենաշատ կտուժեն նաեւ այս իրավիճակից այնպիսի պետություններ, որոնք նավթ են ներմուծում, այդ թվում Ճապոնիան, Հարավային Կորեան, Հնդկաստանը, Չինաստանը եւ Եվրոպական միությունը։ Եվ իրանց համար նավթի գները կտրուկ աճելու են։ Ճապոնիան իր նավթը 90% ստանում է հենց Պարսից ծոցից, Հարավային Կորեան 70%-ը եւ Սեուլը արդեն 74 միլիարդ դոլար է նախատեսել նրա համար, որ նավթի գինը կայունացնի։ Բացի դրանից, հարգելի այրմագիցներ, խոսենք հիմա շատ կարևոր ոլորտի մասին, դա վերաբերվում է հենց հեղուկացված գազին, բայց նաև այնպիսի կարևոր ոլորտին է վերաբերվում, ինչպիսին է նաև ուրեմն պարարտանյութերը, որոնք մեծ ազդեցություն ունեն գյուղատնտեսության վրա։ Մինչև անցնելը բուն այդ հարցի, հարգելի այրմագիցներ, հիշեցնեմ ձեզ, որ անպայման աջակցեք այս վերլուծությանը լայքելով, գրելով ձեր կարծիքը մեկնաբանություններում, բաժանորդագրվելով, միանալով ալիքին եւ դառնալով ալիքի անդամ, դրանով նաև աջակցեք ալիքի զարգացմանը եւ ստացեք նաև հավելյալ վերլուծությունների հանդեպ հասանելիություն։ Շնորհակալ եմ բոլորին, ով դա արդեն անում է, դուք կարևոր ներդրում եք ունենում նրան, որ այս ալիքը շարունակաբար զարգացնենք ձեր հետ միասին։ Անցնենք այս ուղղության, ուրեմն եւ այս հարցին։ Առաջերտին կատարը պետք է ասել, որ աշխարհում ամենամեծ արտադրողն է, արտահանողը նաեւ ոչ միայն հեղուկացված գազի, այլ նաեւ հելիումի, ինչը շատ կարեւոր է, եւ մոտավորապես 63 միլիոն խորանարդ մետր հելիում է արտադրում, մոտավորապես 35%-ը համաշխարհային արտադրության, եւ պետք է ասել, որ այս պայծրությամբ ամբողջությամբ կանգնվել է հելիումի արտադրությունը եւ հեղուկացված գազի արտադրությունը, եւ վերլուծաբանները սպասում են, որ գինը կարող է աճել 25-50%-ով, եթե այս սահմանափակումները շարունակվեն։ Հելիումը անհրաժեշտ է նրա համար, որ շատ կարևոր բարձր տեխնոլոգիական նաև արտադրություններ տեղի ունենա, այդ թվում կիսահաղորդիչների մասին է խոսքը, օպտիկա ուրեմն մանրաթելային սարքերի եւ համակարգչային տոմոգրաֆիային վերաբերվող ուրեմն արտադրությունների հետ կապ ունի եւ այստեղ իհարկե առաջերտին հենց ուշադրություն կդարձվի այս իրավիճակում ավելի բժշկական ոլորտին, բայց մնացած ոլորտներում էլ անհրաժեշտ այս ուղղությունը։ Բացի դրանից պետք է ասել, որ գյուղատնտեսությունը շատ լուրջ եւ պարենային անվտանգությունը շատ լուրջ կտուժի։ Ուրեմն պարարտանյութերը լուրջ աճելու են գնում, ակնհայտ է սա, պետք է ասել, որ մոտավորապես 35%-ը պարարտանյութերի արտադրվում է եւ արտահանվում է Հորմուզի նեղուցով, եւ 20%-ը նաեւ այս դեպքում խոսում ենք նավթի, դիզելի եւ այլն։ Եվ սա բերելու է ուրեմն նրան, որ արդեն գինը կոնկրետ ուրեմն միզանյութի աճելու է 470-ից մինչև 550 դոլար արդեն աճել է մեկ տոննայի համար եւ սկսել է իրականում կարելի ասել շուկայում դեֆիցիտ գոյություն ունի այս պարագայում։ Միացյալ Նահանգները կարելի ասել, որ շատ լուրջ քանակի նաև այդ կարբամիդ են նաև կոչում կամ միզանյութ,
ներմուծում է կազմակերպում եւ ներմուծումը նաեւ նվազել է, ինչ պատճառով գները արդեն լուրջ աճել են եւ պետք է ասել, որ իհարկե եթե բավարար չլինի այդ կոնկրետ այս միզանյութի մասին է խոսքը կամ առհասարակ նաև ուրիշ պարարտանյութերի մասին երբ խոսում ենք, ապա փաստացի ցանել չեն կարողանա գյուղատնտեսական տարբեր մեծ արտադրությունները եւ բերքի խնդիր կունենանք, լուրջ բերքի խնդիր։ Բացի դրանից Միացյալ Նահանգները արդեն թույլ են տվել, որ ներմուծեն այս ամեն ինչի չանհրաժեշտ է պարարտանյութերը նաև Վենեսուելայից այն նպատակով, որ իրավիճակը այսպես կտրուկ փոխվի։ Բացի դրանից պետք է ասել, որ Հնդկաստանը ստանում է 40% իր պարարտանյութերի հենց Պարսից ծոցի շրջանից եւ լուրջ նվազել է այդ մատակարարումը։ Նույն առումով կախվածություն ունի Պակիստանը, Եգիպտոսը, Թունիսը այդ ուղություններից, այսինքն եթե այս պետություններում իր ժամանակ չցանեն, ապա գիտեք, աշնանը հավաքելու բան չի լինի եւ դա կբերի նրան, որ կարա լինի լուրջ աճ գնի պարենի եւ ոչ բացի գնի աճից բերի նրան, որ սով լինի տարբեր տեղերում։ Բացի դրանից հետաքրքիր է հարգելի այրնակիցներ նշել, որ ուրեմն մրգերի եւ փիստակի ուղղությունով էլ նաեւ լինելու են սահմանափակումներ։ Կոնկրետ պետք է ասել, որ համաշխարհային պիստակի արտադրության 18%-ը գալիս է Իրանի վրա եւ բացի դրանից շաֆրանի ուրեմն 90% արտադրությունը գալիս է Իրանի վրա։ Իրանը արդեն կանգնեցրել է ամբողջ իր գյուղատնտեսության արտադրության արտահանումը երկրից, որ բավարարի իր սեփական անհրաժեշտությունը, սա իհարկե անմիջապես նաև Հայաստանի համար խնդիր կլինի, որովհետև այդ ամենը պետք է գար դեպի Հայաստան։ Բացի դրանից պետք է ասել, որ բերելու է նաև այդ ոլորտներում գնի աճի վրա, այդ թվում կոնկրետ, ինչպես նշեցի, շաֆրանի ուղղությունով էլ։ Ներսում նաև պետությունը ինքն է խնդիրներ ունենալու Իրանը։ 7-9 միլիոն տոննա ուրեմն կոնկրետ եգիպտոցորեն է մոտավորապես ներմուծում տարեկան Իրանը եւ մոտավորապես 2-3 տոննա սոյա եւ 85-90%-ը դեպի Իրան գալիս է հենց Պարսից ծոցի հատվածում։ Սահմանափակումը նաև բերելու է լուրջ ուրեմն այդպիսի խնդիրների եւ գնի լուրջ աճի։ Եվ սահմանափակելու է նաև չմոռանաք, որ մսի գնի աճ է բերելու սա նաև, որովհետև այս տարբեր պարենի մատակարարումների ուղղությունով ուրեմն կերակրում են անասուններին հենց այդ պարենը, այդ ուտելիքը եւ դա կբերի մսի գնի աճի լուրջ։ Բացի դրանից պետք է ասել, որ իհարկե Պարսից ծոցում նաև տնտեսական իրավիճակը լուրջ ձևով փոխվել է եւ սա վնասել է տնտեսական գործընթացներին։ Պետք է ասել, որ արդեն ուրեմն սահմանափակումները, վճարումները մեկ բեռնատար կոնկրետ նավի համար լուրջ աճել են տանկերների ուղղությունով, եթե առաջ մոտավորապես 0,25% էր գինը, ուրեմն որ կարողանային այսպիսի ապահովագրություն կազմակերպել այդ ուղղությամբ, հիմա արդեն 3% է մոտավորապես։ Բացի դրանից ամենախոշոր բեռնատար կազմակերպությունները, Մայերսկը եւ ուրիշները արդեն չեն օգտագործում կոնկրետ Հորմուզի նեղուցը եւ նաեւ սահմանափակել են նույնիսկ Սուեցի օգտագործումը, որովհետեւ Եմենի հութիները կարող են նաև այդտեղ հարվածներ հասցնեն եւ հարավային Աֆրիկայի ուղղությունով են ուղարկում, ինչը բերում է ավելի գնի աճի համաշխարհային առումով, դա իր նաև կարևոր դերը ունի։ Բացի դրանից, իհարկե, շատ կարևոր է, որ մենք ձեր հետ միասին խոսենք կոնկրետ ավիացիայի ոլորտի մասին, պետք է ասել, որ տասնյակ հազարավոր բեռնափոխադրում այդտեղ եւ ուղևորների շարժ կանգնել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի ուղղությունով, նաև լուրջ աճել է գինը, կարելի է ասել,
այդ ավիացիոն կերոսինի համար եւ բերել է նաեւ ավելի գնի աճի, նկատի ունեմ թռիչքների համար։ Բացի դրանից FedEx-ը եւ ուրիշները սահմանափակել են թռիչքները Միացյալ Արաբական Էմիրություններով, Կատարում եւ Քուվեյթում, ինչը բերում է նաեւ այդ ուղղությամբ սահմանափակումների։ Կարևոր է նաև հարգելի այնկիցներ նշել ուրեմն դեղագործական արտադրությունների ուղղությամբ սահմանափակումները, որովհետև Դուբայում, Աբու Դաբիում, Դոհայում այդ ամեն ինչը նաև անցնում է այդ տարածքաշրջանով եւ այդ քաղաքներով, նկատի ունեմ հենց դեղագործական բաղադրիչների մասին, երբ խոսում ենք։ Եվ կարելի ասել, որ Մերձավոր Արևելքում մի քանի շաբաթից արդեն կարող է լինել ուրեմն հիվանդանոցներում տարբեր բժշկական ուրեմն պարագաների մատակարարման հետ խնդիրներ նաև։ Դա կարող է նաև վերաբերվել ինչ-ինչ ուրիշ պետություններին էլ։ Պետք է ասել, որ իհարկե սահմանափակված են եւս ուրիշ ոլորտներ, այդ թվում արդյունաբերական մատակարարման շղթաներ են խափանվել Հնդկաստանում եւ Բանգլադեշում, ուրեմն ալյումինի պղնձի ուրեմն հագուստի նաև եւ բարձր տեխնոլոգիական, այդ թվում կիսահաղորդիչների, մարտկոցների եւ այլն կարող են խնդիրներ լինել, որովհետեւ այդ ամենը Հորմուզի նեղուցով էր նախատեսված։ Ֆինանսական ոլորտը։ Ֆինանսական ոլորտում կարելի ասել, որ արդեն մասնագետները կանխատեսում են, որ այս իրավիճակը ստագֆլյացիային է բերելու, երբ միևնույն ժամանակ տնտեսությունը կնվազի, իսկ գները կաճեն ամենավատ տարբերակին, այսինքն երբ տնտեսությունը աճում է, գները աճում են, դա էլի նորմալ տարբերակ է, ամենալավն է, երբ տնտեսությունը աճում է, գները չեն աճում կամ քիչ են աճում, իսկ սա ամենավատ տարբերակն է, ստագֆլյացիա է կոչվում, որը համ աճում են գները, համ ընկնում է տնտեսությունը։ Al Jazeera-ի եւ Reuters-ի մասնագետները ասում են նրան, որ արդեն բերել է նրան, որ լուրջ աճել է, ինչպես արդեն ասացի ձեր համար, կոնկրետ ոլորտների գները, այդ թվում խոսք է գնում խոսքին վառելիքի, պլաստմասի, պարարտանյութերի եւ էլեկտրոնային տարբեր ուրեմն ուղղությունների, տեխնոլոգիաների աճը, բացի դրանից պետք է ասել, որ իհարկե շատ ներդրողներ դուրս են գալի տարածաշրջանում իր ներդրումներից եւ անցնում են դեպի ավելի ոսկի, դոլար եւ ավելի կայուն ինչ-որ հնարավորություններ, ինչը բերում է նաեւ լուրջ խնդիրների տնտեսական, այնպիսի անկայուն տնտեսությունների համար, ինչպիսին է խոսքին Եգիպտոսը, Թունիսը, Պակիստանը, որտեղ որ զուգահեռ կա պարենի խնդիրներ էլ։ Իրանք բենզինի համար կամ նավթի համար վճարում են դոլարում այս պետությունները պարենից կախվածություն ունեն եւ վճարում են դոլարում եւ դա բերելու է նաեւ նրան, որ իրավիճակը ել ավելի է ծանրանալու վճարումների առումով։ Այսինքն սա կարաբերի անկայունությանը առհասարակ տարածաշրջանում։ Բացի դրանից իհարկե պետք է խոսել կարճ ձեր հետ միասին ռազմական ոլորտում նաև տեղի ունեցողի հետ կապված։ Պետք է այստեղ ասել, որ իհարկե ռազմական ոլորտում աճ կա այս պայթությամբ Northrop Grumman-ը, RTX-ը, Lockheed Martin-ը եւ ուրիշները արձանագրում են մեծ աճ, որովհետեւ շատ լուրջ անհրաժեշտություն կա հակաօդային պաշտպանության համակարգների եւ այդ առումով այդ հրթիռների գնման ուղղությունով ուրեմն պետք է ասել, որ մեծ ներդրումներ են արվում։ Միացյալ Նահանգները պլանավորում են իրենց բյուջեն աճեցնել ռազմական մինչև 1.5 տրիլիոն դոլար հաջորդ տարի։ Զուգահեռ դրա պետք է ասել, որ Միացյալ Նահանգները աճեցնելու են արտադրությունը հակաօդային պաշտպանության համակարգի, բայց դա նաև սահմանափակումներ ունի։ Եվ ուստի պետք է ասել, որ ռազմական ոլորտում էլ մեծ ներդրումներ է արվում, բայց մեկ է, դա էլ է ստեղծում խնդիրներ, որովհետև միանգամից շատ չես կարող արտադրել։ Հիմա եւս հարգելի այնակիցներ, ինչն է կարևոր։ Կարճ ժամկետով կարելի է ասել, որ եթե Հորմուզի նեղուցը ասենց շատ կտրուկ փակած չմնա 2-4 շաբաթվա ընթացքում կարելի է ակնկալել, որ նավթի գինը կարա $90 կայունանա եւ գնաճը լինի ավելի քիչ մակարդակով, եթե մի քանի շաբաթում այս պատերազմը կանգնի։ Բայց ավելի հավանական է, որ պատերազմը չի կանգնում եւ 3-6 ամսվա ընթացքում մենք ձեր հետ միասին ստանում ենք նավթի գնի եւ գազի գնի ուրեմն սահմանափակումներ, նկատի ունեմ արտադրության սահմանափակումներ, գնի աճ,
նավթը աճում է մինչև $130 մոտավորապես, գազի գինը լուրջ աճում է, հոսանքի գինը դրա հետևանքով աճում է, եւ արդեն եվրոպական պետությունները եւ արևմտյան նաեւ պետությունները այդ բոլոր հարևան պետությունները մտնում են ճգնաժամի մեջ, տնտեսական ճգնաժամի։ Բացի դրանից պետք է ասել, որ եթե ավելի երկար ժամանակ է տևում, ապա նավթի գները էլ ավելի կաճեն, մինչև $150 եւ միջազգային տնտեսությունը կարող է նաեւ ունենալ խնդիրներ եւ կամ մի քանի տոկոսով նույնիսկ նվազի։ Պետությունները հիմա փորձելու են գտնել այլընտրանքներ, ուրիշ ճամատակարարման ուղիներ եւ այդ առումով պետք է ասել, որ շատ կարևոր գործընթացներ է հիմա տեղի ունենալու, որ կարողանան կայունությունը ապահովել։ Եվ սա բերում է մեզ արդեն, հարգելի հայրենակիցներ, ձեր հետ միասին կարևոր հարցի, որը արդեն վերաբերվում է Հայաստանին։ Հայաստանը պետք է հաշվի առնի, որ Իրանը հարևան է, Իրանը մենք 4 սահմանից 2-ը ունենք բաց, մեկը Վրաստանի հետ է, մեկը Իրանի հետ է։ Իրանի հետ կարելի ասել սահմանը հիմա փակվում է, որովհետև էֆեկտիվ չէ, մատակարարումներ չկարող լինել, կայուն չէ եւ այլն, ինչը բերելու է նրան, որ Վրաստանի կարևորությունը այնպես աճել է, բայց Վրաստանը մենք գիտենք, որ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար տարբեր ոլորտներում, ուստի Հայաստանը պետք է աշխատի ինչքան կարելի ավելի հեշտ լուծվի այդ հարցերը, բայց կասկածում ենք ռուս օլիգարխ Իվանիշվիլու պատճառով, բայց Հայաստանի համար կենսականն է, որ այս իրավիճակում ընտրությունները, որը գալիս են, եւ հիմա կարծում եմ ավելի լավ պարզ է, թե ինչու Հայաստանը պետքա կարողանա ուրեմն պահել կայունությունը, խաղաղությունը, ինչի պոպուլիզմը անընդունելի է, հարգելի հայրենակիցներ, ընդհանրապես ներքին դաշտում, թե ինչի մեզ պետք է Թուրքիայի հետ սահմանը բացել, հասկանում եք, մեզ պետք է Ադրբեջանի հետ սահմանը բացել, որ մենք կարողանանք դիվերսիֆիկացնել կախվածությունները, չկարող Հայաստանը մենակ Վրաստանից մնաց կախված, Իրանում այսպիսի իրավիճակ է, տնտեսական մատակարարումները ինչքան բարդ են, Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի, Հայաստանի խաղաղության օրակարգը ջրի եւ օդի պես է պետք հիմա, հասկանում եք։ Եվ այս իրավիճակում, երբ ես տեսնում եմ մեր նախորդ վերլուծությունին է նաեւ սա անդրադառնում, որ մարդիկ շարունակում են պոպուլիստական տարբեր մարդիկ հայտարարություններ անել, ես հասկանում եմ, որ այդ մարդիկ կամ չեն գիտակցում ինչ են անում եւ ուղղակի պոպուլիստ են։ Պոպուլիստ նշանակում է այն ես ասում, ինչ մարդկանց հաճելի է լսել։ Կամ պոպուլիզմի միջոցով կործանման են այս պետությունը ուզում տանել եւ այս ազգը, որովհետեւ Հայաստանի Հանրապետության համար հիմա խաղաղությունը եւ նույնիսկ սահմանների բացումը օդի պես է պետք։ Դուք ինքներդ վերցրեք քարտեզը եւ ուշադիր ուսումնասիրեք։ Եվ այս ամենը ինչ կարող է տեղի ունենալ մոտակա ամիսների եւ տարիների ընթացքում, եթե Իրանում այս իրավիճակը շարունակի զարգանալ։ Հայաստանը չկարող կախված եղնի Վրաստանից, ես հենա Վրաստանից եմ ձեր հետ խոսում։ Մենակ Վրաստանից չկարող կախված լինի։ Վրաստանի հետ կարա բալանսավորի, բայց նաև պետք է կարողանա մնացած հարևանների հետ էլ, Թուրքիայի հետ էլ, Ադրբեջանի հետ էլ կայունացնի, Իրանի հետ էլ զարգացնի հարաբերությունները, բալանսավորի։ Այսինքն Հայաստանի այսօրվա իշխանությունների ընտրած ուղին խաղաղության, հարևանների հետ հարաբերությունների զարգացման, դիվերսիֆիկացման, խաղաղության խաչմերուկի, այդ ամենը այս իրավիճակում, կոնկրետ իրանական պատերազմի իրավիճակում ամենաճիշտ ճանապարհն է։ Հասկանում եք, իսկ պոպուլիզմը ընդհանրապես շատ վտանգավոր է այս իրավիճակում հայկական պետության համար, թե չէ։ Հաճելի բաներ ասելը բարդ չէ, իրոք բարդ չէ, բայց դա ոչ մի ձև իրականությունը չի փոխում։ Ուստի ես փորձեցի ձեզ ներկայացնել ինչ իրավիճակ է, ինչ կարող է մեզ սպասել մոտակա շաբաթների, ամիսների առումով տնտեսական ուղղությամբ եւ կարծում եմ, որ շատ կարեւոր եւ հետաքրքիր ստացվեց։ Հիշեցնեմ ձեզ, որ ուրեմն նաեւ չենք մոռանում լայքելը, գրել մեկնաբանությունները, բաժանորդագրվել եւ անդամակցել ալիքին։ Շնորհակալ եմ, հարգելի այրենակիցներ, կհանդիպենք, ցտեսություն։